Լոս Անջելեսում տուն ունենալն այլևս երազանք չէ։ Ընդամենը $35,000 կանխավճարով դուք կարող եք ձեռք բերել ձեր երազանքների տունը։ Իսկ թե ինչպես, նայեք այս տեսանյութը մինչև վերջ, որպեսզի ստանաք ձեր հարցի պատասխանը։ Ողջույն, ձեզ հետ կրկին Մարիանան է եւ այսօր անդրադառնալու եմ ինձ ամենահաճախ տրվող հարցերից մեկին՝ ինչպես տուն գնել Լոս Անջելեսում։ Իմ հյուրը ունի տարիների փորձառություն եւ կպատասխանի ինձ հետաքրքրող բոլոր հարցերին։ Բարև ձեզ Ալեքս ջան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք քննարկել շատ հետաքրքիր ու կարևոր թեմա, որովհետև հատկապես վերջերս իմ հետևորդներից շատ եմ ստացել նման հարցեր, թե արդյոք հիմա ճիշտ ժամանակն է տուն գնելու, ինչ պայմաններով հնարավոր է տուն գնել Լոս Անջելեսում եւ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մանրամասն ներկայացնել ձեր փորձը եւ ներկայիս շուկան։ Բարև ձեզ Մարիանա ջան, կփորձեմ պատասխանել բոլոր հարցերին ու ներկայացնեմ իրավիճակը շուկայի այսօրվա օրով։ Առաջին ամենաշատ հնչող հարցը վերջերս, արդյոք հիմա լավ ժամանակ է տուն գնելու համար։ Ճիշտն ասած, հիմա շատ լավ ժամանակ է տուն գնելու, քանի որ ռեյտերը մի քիչ բարձր են ու շատ մարդիկ սպասում են, սպասում են գնելու համար, մտածելով, որ ռեյտերը բարձր է, իրենց payment-ները լինելու է էլի բարձր, բայց դա սխալ է, քանի որ հիմա շատ լավ ժամանակ է, որ կարողանանք seller-ի հետ խոսանք, ասենք ինչ-որ կրեդիտներ ուզենանք, ինչ-որ գին գցենք, negotiate անենք, դա շատ լավ հնարավորություն է տալի buyer-ին, որ կարողանա իր ուզած տունը գնի իր ուզած արժեքով, ու ստանա դրանից մենակ benefit, ասենց ասեմ։ Եկուց միսօրը, երբ որ rate-երը իջան, ուրեմն տան գները հելնելու է, ասենք թանկանալու է տան գները ու այդ վաղ buyer-ը արդեն ունի իր benefit-ը, որովհետև ունենում է equity տան մեջ։ Ու հարցին պատասխանելով այսօր լավ ժամանակ է տուն գնելու, իմ պատասխանը հա, շատ լավ ժամանակ է ու կարելի է գնել ուզած տունը, ուզած գինով ու կարելի է ունենալ շատ մեծ benefit-ներ դրանից։ Գիտենք, որ Ամերիկայում տները միատեսակ չեն, որովհետև օրինակ մեր պատկերացումներում կարող են լինել հստակ բնակարաններ կամ օրինակ մեծ տներ։ Այստեղ տարբեր տարաբնույթ տներ կան, կխնդրեմ մանրամասնեք, թե մասնավորապես այս պահին գնորդները ինչ տեսակի տներ են ավելի շատ գնում։ Շատ գնում են ADU potential-ով տներ, դա այնքան լավ է, որ մարդը կարա գնի տունը, եթե ունենա ինչ-որ առանձին ավտոտնակ, այդ ավտոտնակը կարողանում է transfer անել ADU, դա կարա ստուդիո սարքի, one bedroom հանձնի, չէ, ասենք հանձնի լիսով տա ու ինչ-որ տեղ կարողանա իր այդ monthly payment-ը mortgage-ի կիսի։ Դա շատ լավ է, բացի դրանից տան գինը, երբ որ transfer-ն անում ADU-ին, ասենք ապրելու համար, տան գինը դրանով աճում է, ու դա եկուց միսօր կարելի է equity-ն բարդ հանել այդ տան մեջից ու փակել ինչ-որ mortgage-ի ինչ-որ մասը ու դրանով քիչացնել monthly payment-ները։ Իսկ եթե խոսքը գնում է townhome-ների կամ էլ կոնդոների մասին, այդ վաղ կարամ ասեմ, որ մարդը չունի ինչ-որ գումարի կարիք ունի մեծ, ասենք ինքը ունի քիչ գումար կամ իր աշխատանքային գումարները այդքան շատ չի, ես միշտ ասենց ասեմ advice եմ անում առնել կոնդո կամ townhome, այդ վաղ գինը մի քիչ ցածր առնում, կա HOA-ի ինչ-որ խնդիրներ, բայց դե փորձում ենք նայենք այնց townhome-ներ ու կոնդոներ, որ HOA-ի գինը քիչ լինի ու լավ HOA լինի, որ կարողանա take care անել տունը, մարդը եկուց միսօր առնելուց, ապրելուց չկագնի ինչ-որ պրոբլեմների դիմաց, էլի, ասենք ինչ-որ բան սարքելու, ինչ-որ ռեմոնտի, ինչ-որ պլամբինգի, շատ բաներ կա, էլի, այդ վաղ փորձում եմ այնց անեմ, որ մարդիկ առնեն այնց տուն, որ եկուց միսօր մենակ ապրեն, ոչ թե ընկնեն սարքեն կամ ասեն այն տունը չեն առել, որը իրենք ուզում են։
Շատ հաճախ ասում են, որ այստեղ տուն գնելու համար շատ մեծ կանխավճարներ են անհրաժեշտ, բայց ձեր էջը ուսումնասիրելով ես տեսել եմ նաև այնտեղ բացառիկ առաջարկներ, որ շատ առաջին հայացքից նույնիսկ թվում են անհավանական։ Կխնդրեմ մանրամասնել, ինչ ասել է գնել բնակարան $30,000 կանխավճարով։ Ուրեմն Մարիանա ջան, շատ հաճախորդներ մտածում են, որ պետք է 20% down payment լիքը փող, որ գնան ինչ-որ անշարժ գույք Կալիֆոռնիայում։ Մենք կարող ենք անենք դա 3%-ից սկսված, կա տարբեր պրոգրամներ, loan-ի, mortgage-ի, դա կերնի government warranty loan-եր, կերնի հասարակ loan-եր, conventional, այսպես ասած, ու նայում ենք, եթե ինչ-որ մարդը qualify է այդ loan-ի համար, կարող ենք անենք, ասենք 3%-ից սկսած down payment-ով, plus closing cost, սենց ասեմ, ունենք շուկայում հիմի տներ, որը closing cost-ով down payment-ով $30,000 փող է պետք, որ քոնը դառնա։ Ու ասենք monthly payment-ը կարող է լինի $4,500, մինչև $5,000, բայց դա դու արդեն վճարում ես քո տան համար, որտեղ շատ հաճախորդներ այսօր տարիների ընթացքում, ասենք, լիզ են անում, equity չեն ունենում, իսկ այս տարբերակներով շատ լավ տարբերակ է ունենալ ինչ-որ տուն, որի համար դու invest ես անում, որ equity միսօր կարա բերի ինչ-որ գումար գնի մեջ, տունը, որ առնում ես, պիտի գոնե 3-ից 5 տարի մնաս մեջը, այդ վաղ դու քո այդ ասենց ասած investment-ը հետ ես բերում, որտեվ վոլատիլնեսը շուկայի շատ մեծ է Կալիֆոռնիայի, բայց տարիների ընթացքում միշտ գները հելել է, ով էլ ունեցել է այն վաղտը արը, այսօր շահում է այդ իր որոշումից, որ 10 տարի, 20 տարի առաջ կայացրել է, ու այսօրվա հաճախորդն էլ կարա նույն բանը անի 5 տարի, 10 տարի հետո, 15 տարի հետո իր որոշումից լինի գոհ։ Իսկ մանրամասնեք, թե կոնկրետ ինչ դետալների վրա պետք է շեշտադրում անել տուն ընտրելիս։ Ուրեմն երբ որ հաճախորդին ինչ-որ տուն դուր է գալի, ուզում ենք օֆեր անենք, առաջի հերթին գնահատում ենք area-ն, որովհետև շատ կարևոր է ունենալ լավ դպրոցներ, դա լավ ստրատեգիա է, ասենք, եթե հաճախորդը ինչ-որ երկրորդ տուն գնի, ուզենա այս տունը վարձով տա, դպրոցները շատ օգնում են, գինը բարձր է, ուրեմն նայում ենք մաքրությունը, անվտանգությունը ու նայում ենք stability-ին այդ area-ի, էլի demand-ը, որ resale, sense ասեմ demand-ը, որ հաճախորդը ուզենա ինչ-որ քանի վաղ հետո ծախի այդ տունը resale անի, կարողանա ծախի ու ինչ-որ մեջը կարողանա գումար աշխատի։ Սա այն տները, որ իմ հաճախորդներն են առնում, միշտ ասենք շահ ունենան, էլի profit ունենան դրա մեջ, որովհետև եթե մարդը պետք է առնի տունը, հետո ուզենա ծախի ու ոչ բան մեջը չաշխատի կամ էլ գոնում իր փողը չկարողանա հանի, դա արդեն լավ չի այդպես սիտուացիաները։ Ենթադրենք, թե ունենք որոշակի գումար եւ պատրաստակամություն տուն գնելու, որտեղից պետք է սկսել, ինչ քայլեր պետք է ձեռնարկել ու ընդհանրապես process-ը ինչպես է ընթանում։ Ուրեմն Մարիանա ջան, ես իմ հաճախորդներին առաջարկում եմ առաջինը ստանալ pre-approval։ Մենք անում ենք, մեր օֆիսը ամեն ինչ անում է։ Սաղ այդ առաջի step-ից, ասենք, pre-approval-ի միջև առնելը բալանները հաճախորդը ձեռնտալը, մենք ամեն ինչ անում ենք։ Ու առաջարկում եմ pre-approval-ը անել առաջի հերթին, տենալ ինչքան գումարի է qualify այդ, ասենք, այդ հաճախորդը, որ կարողանանք նայենք կոնկրետ տուն, ինչ-որ budget-ի մեջ, որ բանկը իրան կտա, որ ոչ թե մենք եթե նայենք տներ, հետո գանք pre-approval-ը անենք, նայենք qualification-ը ու տենանք, որ ինքը կարող է 1 միլիոն, ասենք, հա, տանտեղը ինքը կարող մենակ գնի 600,000 տուն, դա էլ տարբեր տներ են, տարբեր կատեգորիայի։ Դրա համար առաջինը կապվեք ձեր էջենտի հետ, եթե չունեք, մեծ սիրով կտամ անվճար կոնսուլտացիա, կարաք զանգահարեք ինձի, այդ ամեն հարցով, mortgage-ի հարցով, տան գնելու ամեն ինչով ես կարամ ձեզի օգնեմ, կոնսուլտացիա տամ, ասեմ, որը որից հետո է, ինչից սկսվի, ինչից վերջացվի process-ը ու ամեն ինչը կանենք այնպես, որ ձեր սրտով լինի ժողովուրդ ջան։ Իսկ ինչ գների մասին է խոսքը, օրինակ տները հիմա ինչ արժեքների են հիմնականում շուկայում։
Մարան ջան, տենդենսիան 700,000-ից 1 միլիոն դոլարի տներն են, single family, ասենք 800,000, ասենց միջին օրինակ բերեմ, 800,000 ստան համար, ընդհանրապես պետք է 3.5% down, ուրեմն դա անում է $28,000, դա down payment-ն է։ Plus closing cost 1.5-ից 2% է, բայց այդ closing cost-ի հարցն էլ մենք փորձում ենք լուծենք կամ բանկով, բանկը կրեդիտ անում, կամ սելենա կրեդիտ անում, որ կավրանա դա ու մեր հաճախորդի վրա շատ թանկ չնստի։ Ուրեմն monthly payment-ը այտենց տան 800,000-ի ելնելու է մի 6,000, 6,500 all-in տեսավ ինշուրանսներով, tax-երով, ամեն ինչով։ Բայց չենք սահմանափակվում, այնացա որ տանգները, որով մենք զբաղվում ենք, սկսվում է 500,000-ից ու ասենք անսահմանափակ 20 միլիոն, 30 միլիոն տներ, բայց տենդենսիան հա դա այսօրվա դրության 700,000, 800,000, 1 միլիոն դոլարն ստաներն են, որ դեմենտ ունեն, էլի մա ժողովուրդը շատ են նայում ու պոտենցիալ ունեն, ասենք աճի։ Տանգինը ինչից է ավելի շատ կախված, օրինակ օվկիանոսին է մոտ։ Հա, դե տանգինը կախված է բնականաբար location-ից, մենք ունենք real estate-ը մտած ասացված location, կախված է zip code-ից, օրինակի համար Irvine, Orange County-ը շատ լավ, ասենք քաղաք է, շատ մաքուր, safe, այդ էրիայում տները թանկ են, որովհետև դպրոցները լավն են, կողու բոլորը շատ ինֆրաստրուկտուրան շատ զարգացած է, մարդիկ որ դե գնում են տուն այդ էրիայում, դա մենակ իրանց համար պլաս է, որտեղ եկուց միսոր դա մենակ աճելու է։ Բացի դրանից շատ կապ ունի հենց էրիայի զարգացած պայմանները, էլ հենց ինֆրաստրուկտուրայի պայմանները, որովհետև օրինակ կարա լինի օվկիանոսի մոտ, բայց էժան, ասենք Inglewood-ը Անց էրիա որ էժան է, դե բայց դե մեր կոմյունիտին ընդ չի է թափի։ Ասենք եթե ինվեստմենտի մասին ենք խոսում, առուցախ, հա, կարելի է դա ընդ առնել, սարքել ֆլիպ անել, ասենց ասեմ, ծախել փող աշխատել։ Իսկ մեր հայության կոմյունիտի համար Sun Valley, Valley էրիաներն է, որ շատ են սիրում ժողովուրդը, ասենք Granda Hills, Northridge, Van Nuys, Burbank, Glendale, բայց շատերը հիմի ֆոկուսն էլ եղած Santa Clarita, ասենք Porter Ranch, շատ լավ էրիաներ են, իրանք ընդհանրապես տներն են թարմ ու մեծ ու գնային պայմաններով, օրինակ Glendale-ում են տունը, որ արժի $1 միլիոն, ասենք size-ով փուչուր, հա, լավ, ասենք հին Santa Clarita կամ Porter Ranch կարելի է երկու անգամ մեծ տուն գնել։ Դա համար շատ մարդիկ հիմի ֆոկուսն ելած այդ էրիաների վրա, իմ ֆոկուսն էլ է այդ էրիաների վրա, որովհետև իմ ասենք հաճախորդները ուզում են գնել տուն հենց այդ էրիաների վրա ու բնականաբար աշխատում ենք սաղ էրիաներում, Orange County-ել ամենտեղ, LA County, Orange County, Riverside County, եթե ինչ-որ մեկին պետքա ինչ-որ ալտերնատիվ տեղ, հա, ասենք ոչ թե մեր վալի այս կողմերը, ինչ-որ Tickle Riverside County, San Diego County, կարանք ընդել տուն մանգան գտնենք, վաճառենք, ամեն ինչ օգնենք, որ մեր հաճախորդը մնա գոհ մեզնից։ Մի կարևոր շեշտադրում էլ անեմ, առաջի հերթին պետք է նայել իմիգրացիոն ստատուսը հաճախորդի, շատ կարևոր է, որովհետև ռուլերը փոխվում է, օրինակ FHA loan-ը, որ մի տարի առաջ ստացվում էր քաղաքական կեյսով փակել, դիմել loan-ին, այսօրվա օրով դա անհնար է, որովհետև ռուլը փոխվել է, FHA loan-ը մենակ կարան դիմեն միայն green card-ով մարդիկ կամ էլ քաղաքացիները։ Հաճախորդներ կան, որ զանգահարում են, ասում են, որ իրանց խոսք են տվել FHA loan քաղաքական կեյսով, ուրեմն խնդրում եմ ժամանակներդ մի կորցրեք, այտենց բան չկա։ Մի բանը որ կարելի անել, կարելի է conventional անել, եթե քաղաքական կեյսը, բայց full DAC-ով եթե թալ կամ էլ stated income loan 10%-ից է սկսում down payment-ը, դա կարող անեմ, օգնեմ ստանաք ձեր loan-ը ու գնեք ձեր ուզած տունը։ Դե ինչ շնորհակալ եմ շատ, Ալեքս ջան, շատ կարևոր գործ եք անում, մարդկանց օգնում եք գնել իրենց երազանքների բնակարանը։
եւ եթե մեր հետևորդները ունեն հարցեր, կարող են գրել մեկնաբանություններում, սիրով կպատասխանենք, ինչպես նաեւ բոլորին մաղթում եմ, որ մի օր ունենան իրենց երազանքների տունը կամ բնակարանը։ Շնորհակալություն Մարիաննա ջան, որ եկաք, շատ ուրախ էի ու փորձենք օգնենք սաղ ժողովրդին, որ այդ process-ի մեջ է կամ ուզում մտնի ու կանենք իրանց երազանքը իրական։